Հիմա գրել եք, որ 1000 դռներ եք բանալու, այսինքն մենք ձեզ տեսնելու ենք քաղաքական դաշտում։ Այո, քաղաքական դաշտից հեռանալ ես չեմ պատրաստվում, որովհետև կարծում եմ, որ դեռևս անելիք ունեմ եւ ինձ համար շատ հստակ ուրվագծել եմ առաջիկա անելիքները, նաեւ այն պատճառով, որ այնինչ ես թիմի հետ միասին իհարկե ասում էի դրա նախորդող ամիսներին, թե ինչը կլինի արդյունավետ ընդդիմության մասնակցության պայմաններում, դուրս եկավ ճիշտ, իսկ ընդդիմության գործողությունները սխալ, որը առնվազն բերեց այն արդյունքին, որ Նիկոլ Փաշինյանը կարողացավ վերընտրվել 1000 ու մի չարաշահումների միջոցով, բայց այդուհանդերձ նա դա կարողացավ։ Ուստի նշանակում է, որ ես դեռ ասելիք ունեմ եւ դիմացնել հատկապես քաղաքային ընտրություններն են 28 թվականի Երևանի, որտեղ վստահ եմ առավել եւս իմ ասելիքը կունենամ։ Եվ այսինքն սպասում եք, որ պետք է առաջարկներ լինեն, թե դուք ինքներդ կնախաձեռնեք, օրինակ նոր կուսակցություն կբացեք, հայտ կներկայացնեք մասնակցելու։ Բացարձակապես որևէ մասնակից ուժից ակնկալիք չունեմ, ես թերավատորեն եմ մոտենում 26 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցած բոլոր ուժերի մոտեցումներին, առ այն, որ իրենք հետևություն են արել, թե ինչ սխալների պատճառով, ինչ բացթողումների, ինչ որոշումների հետևանքով ի վերջո Փաշինյանը կարողացավ վերընտրվել։ Ինչու, որովհետև յուրաքանչյուրը մասնակցեց իր կուսակցական ցուցակով, նույնիսկ եթե ցուցակի անունը դաշինք էր ֆորմալ իմաստով, եւ այդ կուսակցական ցուցակը շատ նեղ շրջանակներ էր ընդգրկում եւ իրենք կարծում էին, որ այդպես հնարավոր է քաղաքականություն վարել։ Ես դեռևս չեմ տեսնում, որ այդ ուժերից որևէ մեկը մոտեցում է վերանայել, ըստ որի պատրաստ է լայն համախմբման, հետևաբար նաև որևէ մեկից որևէ ակնկալիք չունեմ։ Ինչ վերաբերում է մասնակցությանը, ես հույս ունեմ, որ այս 2 տարիների ընթացքում այն քաղաքային օրակարգը, որը կարողանամ ձևավորել, կգտնի իր համախոհներին եւ այդ համախոհների հետ միասին կքննարկենք, թե ինչ ձևաչափով պետք է լինի 28 թվականի ընտրությունների մասնակցությունը։